Բարև ձեզ։ Այն բանից հետո երբ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված եւ պատրաստ է ստորագրման, շատերին թվում էր, թե իրավիճակը կլիցքաթափվի եւ կողմերը կսկսեն քննարկել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներին եւ վայրին առնչվող հարցեր, սակայն միայն թվում էր։ Իրականում Ադրբեջանը փորձեց ավելի սրել իրավիճակը, անընդհատ եւ շարունակաբար հայտարարություններ տարածելով, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, կրակ է արձակում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը բնականաբար հերքում էր պաշտպանական գերատեսչության մակարդակով եւ պատասխանում է, ասենք այսպես, դիվանագիտական կրակոցներով։ Ես նկատի ունեմ հանրապետության վարչապետի գրառումները։ Հերթական գրառումը այսօր է եղել, վարչապետը գրել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Սա Ազատ զրույցներ նյուզի եթերում ես հիմա զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ, բարև ձեզ։ Սկսենք նրանից, թե ինչ է անում Ադրբեջանը, ինչու էր պետք այդքան պայքարել, չգիտեմ, սպասել, որ համաձայնությունը կայացվի եւ դրանից հետո չստորագրել։ Ես կարծում եմ, քանի դեռ մենք չենք տեսել ամբողջ համաձայնագիրը եւ ասում են երկու կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, որոնք մինչ այդ խնդրահարույց էին, մեկը սահմանադրության հետ կապված, հայցերի ներողություն հետ կանչի հետ կապված, մյուսը այնքան շատ են Ադրբեջանի պահանջները, արդեն շփոթում ենք, մյուսը եվրոդիտորդների եւ հատկապես երկրորդ կետը ինձ համար անընդունելի էր եւ շատերի, որովհետեւ խնդիր էր առաջանում, թե ով է պահպանելու հրադադարի ռեժիմը, այսպես ով է հետևելու հրադադարի ռեժիմի սահմանին։ Կա տեսակետ, որ սա դիվանագիտական խաղ էր Հայաստանի կողմից, հասկանալով, որ Ադրբեջանը մեկը չի գնալու ստորագրման եւ Ադրբեջանը երևի չէին սպասում, որ Հայաստանը կհամաձայնվի այդ կետերին, ցույց տալ աշխարհին, որոնք արդեն մեկը մեկի հետևից ողջունում են այս քայլը, որ տեսեք, կարծես Ալիևն է հրաժարվում եւ Նիկոլ Փաշինյանի գրառումները նշած մեկը մյուսի հետևից ցույց են տալիս, որ աշխարհ տեսեք նոր պահանջներ։ Մենք լսեցինք Հաջիևի սահմանադրության վերաբերյալ չզինվելու եւ այլն, այդ իրենց պահանջները, որոնք իրենք միշտ նշում են, կոնտրիբուցիայի ռազմական ադրբեջանցիների վերադարձ, այսինքն ինչպես Յակոմիսկի խումբ։ Այո, բոլորս կանխատեսում ենք Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, սա ցույց է տալիս, որ ընդհանրապես ցանկություն չկա գնալ խաղաղության, այլ հարց է, որ ինքնին թղթի ստորագրումն էլ չի ապահովելու խաղաղություն, բայց Ադրբեջանը նույնիսկ դա չի ուզում անի, որպեսզի հետո խնդիրներ չունենա դրա ուրեմն խախտման վերաբերյալ, որը պարզապես միջազգային հանրությունը չի ընդունի։ Այսինքն իմ կարծիքով հուսով եմ, սա իրոք Հայաստանի կողմից դիվանագիտական քայլ էր, ոչ թե միակողմանի զիջում Ադրբեջանին։ Հա, այսինքն իսկ այս գրառումների տրամաբանությունը որն է, այդ գրառումների հասցեատերը Ադրբեջանն է, Հայաստանի Հանրությունն է, միջազգային հանրությունն է, թե բոլորը միասին։ Բոլորը միասին, բայց առաջին հերթին միջազգային հանրությունը եւ մենք տեսնում ենք, որ արդեն սևեռվում են նաեւ հարավային Կովկասի դաշտի վրա։ Մենք խոսում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը խնդիր ունի այս թեժ մթնոլորտում աշխարհում ռուս-ուկրաինական ռազմաճակատի մերձավոր արևելքի չթողնել, որպեսզի Ալիևը օգտվի 20 թվականի իրավիճակից, երբ բոլորը շեղվում էին կոവിഡ്ի հետ կապված կամ նահանգների մտրությունների, նույնը այստեղ տեղի ունենա, փաստորեն դա ստացվել է։ Դա ինչ-որ դիվանագիտական հաջողություն է։ Մյուս կողմից պետք է այդ քայլերը շարունակել, որովհետև շատ անհասկանալի իրավիճակ է ռուս-ուկրաինական ռազմաճակատում, կխոսենք եւ ցանկացած փոքր հնարավորություն Ալիևը կարող է օգտագործել այստեղ։ Իսկ այս համաձայնեցումը, ձեր բառապաշտով ասած Հայաստանի եւ ոչ միայն ձեր զիջումը, դա իրականում այս իրավիճակում զիջում էր ավելի շատ եւ ավելի շուտ, թե դիվանագիտական հաջողություն կամ դիվանագիտական էֆեկտ ստանալուն ուղղված։ Քայլ այդ էֆեկտը ունեցանք, թե չունեցանք, եթե այդպես է։ Եթե Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակ չէր, որ Ալիևը կասի ոչ, ուրեմն սա խաղ էր ուղղակի, այսինքն իսկ եթե իրենք չէին սպասում, որ Ալիևը կասի ոչ եւ դա հանկարծակի քայլ էր սա, այսինքն կախված է նրանից, թե մենք չգիտենք ինչ են մտածում եւ ինչ են խոսում փակ դռների ետևում Հայաստանի կառավարության անդամները, ներկայացուցիչները։ Եթե իրենք սպասում էին դրան, ուրեմն սա քայլ
քայլեր, բայց միանշանակ նախ սահմանադրության հետ կապված մենք նշել ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը ինքը նույնպես պիտի փոխվի, Փաշինյանն էլ դրա մասին խոսել, չմանրամասնենք, եւ եվրոդիտորդների հետ կապված Արարատ Միրզոյանի պատասխանը ես այդպես չհասկացա, երբ որ լրագրողը հարցրեց, թե նրանք ի վերջո հեռանալու են, թե ոչ, որովհետեւ պարզ չեք ասում, ասեցին հնարավոր է իրենց լիազորությունների շրջանակը փոխվի կամ այսինքն անվանումը փոխվի, ես դեռ հստակ չեմ լսել Փաշինյանից, որ այո, իրենք հեռանալու են կամ հեռանալու է սահմանազատված տարածքներից, նա խաղի մեջ է։ Կամ հեռանալու են խաղաղության պայմանագրի ստորագրել։ Բառախաղ է Փաշինյանը օգտագործում, ասես մեր ընկալումներն են փոխվել։ Սա ցույց է տալիս, որ ժամանակ շահելու տրամաբանությունը։ Լավ, իսկ Ադրբեջանը ինչ է անում, նորից առաջին հարցին վերադառնամ, չստորագրելը պայմանավորում է Հայաստանի իբր թե ագրեսիվությամբ, բայց ակնհայտ չէ բոլորին, որ շատ թույլ փաստարկել, նույնիսկ փաստարկել չէ, էլի ասենք Հայաստանը որևէ առիթ կամ պատճառ չունի կերակելու, որևէ նպատակ չունի կերակելու, չհաշված որ Եվրամիության դիտորդներն էլ կան, զեկուցում են, բոլորն ամեն ինչ գիտեն, բոլորին ամեն ինչ հասանելի է, տեսանելի է։ Ես ինչ մոտեցում եմ։ Նույնիսկ Փաշինյանը առաջարկեց, չէ, ցույց տալ ապացույցներ, որ տվեք, մենք կքննենք։ Գիտեք, Ադրբեջանի համար սա նորություն չի, միշտ էլ Ադրբեջանը ինքը երբ որ ցանկանում է գնալ էսկալացիայի, դիմացինի վրա է գցում կներեք։ Նույնպես իրավիճակի է Ուկրաինայում, ասում են հրադադարը համաձայն ենք, բայց երեք հենց գիշերը հարվածել են ենթակառուցվածքներ էներգետիկ։ Ինձ թվում է աշխարհը այնքան զբաղված է հիմա մանավանդ Դոնալդ Թրամփը, որ այդպես չեն գալու մոնիտորինգ արեն, առաջինը ով է հարված բայց հենց Հայաստանի դիվանագիտության խնդիրն է անընդհատ տակ պահել թեման եւ միջազգային հանրությանը ցույց տալ փաստեր, որ էսկալացիան Ադրբեջանում։ Եվ շարունակեմ, եթե իսկապես դիվանագիտական էֆեկտ ստացել ենք մենք, այդ էֆեկտը կարճաժամկետ հեռանկարում պետք է կապիտալիզացնել։ Դա չէ երկարաժամկետում կստացվի որ իսկապես դազիճում կլինի, մեզ համար լավ է որ Ալիևը համաձայն չի, գոնե իմ տեսանկյունից, դա համաձայն լիներ, այստեղ արդեն լուրջ խնդիրներ էինք ունենալու եվրոդիտորդների հեռանալուց հետո, որովհետև Ադրբեջանի նպատակը դա է մնալ մեզ հետ միայնակ, իսկ դա մեզ ձեռնտու չի։ Եվ մենք ժամանակ պիտի շահենք, ինչպես դուք եք ասում, եւ դիվանագիտական ասպարեզում, եւ ռազմական ոլորտում ձեռքբերումների տեսքով եւ տնտեսական ոլորտում իհարկե։ Իսկ հավանական սցենարները որոնք են, փորձենք մի քանի սցենարներ դիտարկել։ Ասենք հավանական սցենար է արդյոք էսկալացիա, հարձակում, Մշտապես ես դա կապում եմ միջազգային իրավիճակից, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի փոքր երկրներ են գտնում են այնպիսի տարածաշրջանում, որտեղ մեր հարևանները Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը այլ ոլորտներում ունեն արդեն խնդիրներ, կոնֆլիկտներ եւ ամեն մի այդտեղ իրավիճակ պետք է մանրամասն վերլուծվի։ Շատ հաճախ ասում են մեր մասին խոսեք, ինչի եք այդտեղից խոսում, դա մեր մասին է։ Այսինքն 20 թվականի իրադարձություններին հաջորդեցին Ուկրաինայում դեպքերը, նախորդել էին Սիրիայում, հետո Գազայում, սա մի մեծ puzzle է եւ առաջի տարբերակ ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադար է, որը շատ քիչ հավանական է, Ռուսաստանը կարողանում է արդեն իր ազդեցությունը նորից գեներացնել հարավային Կովկասում եւ Օվերչուկը ինչ է ասաց, վերադարձեք նորից, զգում եք զուգահեռաբար անդադ ասում են եկեք մենք դեռ պատրաստ ենք Երակող, Մոսկվա, նպատակը նորից ներքաշելն է Հայաստան եւ Ադրբեջանի ռուսական հարթակի բանակցությունները, որտեղ դա մեծ ձեռնտու չի, քանի որ այստեղ Ռուսաստան եւ Ադրբեջանը ունեն մեկ ընդհանուր կետ, դա Զանգեզուրի միջանցքն է, որը պետք է վերահսկի Ռուսաստանը իր աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։ Սա մեզ համար վատ կլինի, եթե այնտեղ իրավիճակը սառեցվի, Ռուսաստանը գա այստեղ օգնության։ Գուցե ամբողջ խնդիրն էլ ձեր ասած այդ ճանապարհների ապաշրջափակման կամ իրենց պարապաշարով միջանցքի հարցն է, որ խաղաղության պայմանագրում չկա, իսկ դա ռազմավարական ամենակարևոր հարցն է։ Այո, եւ տարբեր երկրների համար եւ Ռուսաստանից համակային կապի տեսանկյունից եւ որպեսզի դուրս չմնա Չինաստանից եկող ճանապարհներից, Ադրբեջանի համար դա այդքան ճանապարհի խնդիր չի, Նախիջևանի հետ կապվելու համար իրենք ունեն այլ ճանապարհներ։ Հիմնական խնդիրը Հայաստանին մշտապես ճնշման մեջ պահելն է, քաղաքական լարվածության, վախի եւ երկրորդը ինչու ոչ այդ արևմտյան ադրբեջանցիները, որ վերադառնան այդ հատվածները, ինչ որ պահին իր առավելապաշտական տարածքային նկրտումները արդեն Հայաստանի հանդեպ գեներացնել է, որտեղ ինձ թվում է նույնիսկ Հայաստանի ղեկավարությունն էլ է հասկանում, որ Ալիևը երբեք էլ չի գնալու խաղաղ։ Իսկ Ալիևը չի կարող այդ ձեր ասած ճնշման միջոցները էլի թուղթը ստորագրել, բայց այդ ճնշման միջոցները պահել եւ այդ դրա տակ շարունակել իր պահանջները, այն պահանջները, որոնց մասին մենք խոսեցինք, ասենք սահմանադրություն, ասես ստորագրել, բայց չեմ ստորագրում, քանի դեռ սահմանադրությունը
Հիմա հենց դա էլ ասում են չենք ստորագրի, որովհետև էլի պահանջներ կան, եթե նույնիսկ ստորագրի, հիմա խոսում են, որ հնարավոր է ինչ-որ ճնշումների տակ ստորագրի, որ ասի, ահա, այս թուղթը ցույց եմ տալիս, բայց էլի խախտի։ Ուղղակի այստեղ արդեն Հայաստանը կունենա իրավական միջոց, մեխանիզմ, իհարկե այդ միջոցները կարող են չաշխատել, բայց էլի որևէ լծակ է ցույց տալու աշխարհին, որ դուք ողջունել եք, կարևոր էին այդ ողջույնները, ողջունից հետո հարձակվել են։ Էլի են կրկնում, դա կարող է որևէ ազդեցություն չունենա, բայց էլի ինչ-որ միջոց է Հայաստանի ձեռքում։ Որ ասում են սահմանադրություն, ասենք սահմանադրությունը պարզ է, չէ՞ որ այսօր վաղվա բան չի, սահմանադրությունը 26, 27, 28 այդ թվականներին է, եւ այս ընթացքում Ալիևին հաջողվել է համոզել հայանությանը, որ ինքն է այդ օրակարգը մտցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգ, դե ընդդիմությունն էլ ասում է, տեսեք Ալիևի պահանջներից կատարում բան, բայց դա նվազեցնում է սահմանադրության ընդունման հավանականությունը, Ալիևին էլ գուցե դա է պետք հենց, որպեսզի սահմանադրություն չընդունվի, ասի ուրեմն Հայաստանում ռևանշիզմ կա, այդ կարիս է ռևանշիզմը վերացնել։ Դրա համար նախ մենք պետք է հայելային շարունակի Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ ասաց, բայց անընդհատ գեներացնի, որ դուք էլ ձեր հռչակագիրը փոխեք, հռչակագրի հետ է խնդիրը մեր, մենք էլ իրենց հռչակագրի հետ ունենք եւ ամենակարևորը իմ կարծիքով Ալիևը նպատակ ունի իր երկրի ներքին լսարանի համար սա նաև ցույց տալ, որովհետև մենք խոսել ենք, երբ որ չկա թշնամու կերպարը, Ալիևը տնտեսական այնպիսի իրավիճակում չի, Հայաստանից նույնիսկ ավելի վատ, երկրի ներսում արդեն խնդիրներ են առաջանում, նույնը Ռուսաստանին է վերաբերում, այսինքն լինել խաղաղ Ադրբեջան ձեռնտու չի Ալիևին։ Մենք խոսում ենք Ալիևի կողմից պայմանագիրը չստորագրելու պատճառների եւ հնարավոր սցենարների մասին, իսկ որոնք են չստորագրելու պատճառների հասցեները, որտեղ փնտրել այդ հարցը, որտեղ են դրանք Մոսկվայում փնտրել, Լոնդոնում փնտրել, Միացյալ Նահանգներ Եվրոպա հարաբերությունների դաշտում փնտրել, Միացյալ Նահանգներ Ռուսաստան բանակցությունների դաշտում փնտրել։ Լոնդոնը միշտ այդպես ուռճացվել է մեր երկրում որպես հակահայկական կենտրոն, բայց մենք պետք է նշենք, որ անվտանգության խորհրդում հենց Չինաստանն էր, որը վետո էր դրել Բանաձեի վրա ընդդեմ Ադրբեջանի, ինչքան էլ այստեղ ստում էին իրոք, որ դա արել է Մեծ Բրիտանիան, մանավանդ որ Մեծ Բրիտանիան վերջերս մեզ հետ համագործակցության մասին հուշագիր է ստորագրել, հուսով ենք դա ուղղակի թուղթ չի։ Եկեք փաստերով խոսենք, սա հակառուսական հայտարարություններ չեն։ Ռուսաստանը մշտապես կոնֆլիկտներով է, մենք անդադար դա նշում ենք, տարածում իր ազդեցությունը աշխարհում։ Եթե Ռուսաստանը ցանկանար, հաստատ կարող էր Ադրբեջանին զսպել։ Եթե մենք չենք հավատում դրանք, ել ինչ ենք ասում, որ Ռուսաստանը մեզ պաշտպանում է Թուրքիայից։ Այսինքն եկեք վերցնենք այն իրավիճակը, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին այնպես անել, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա կամ մինչև այդ Լեռնային Ղարաբաղի, բայց չի արել, որովհետև դա իր շահերից չի բխում։ Ճանապարհների տեսանկյունից Հայաստանը իր ազդեցության ոլորտից դուրս չգալու եւ նաեւ Ադրբեջանի տեսանկյունից, այսինքն այս կենտրոնը հստակորեն իր շահերից ճակերտավոր ելնելով դրան դեմ է։ Այլ կենտրոններ, եթե Պակիստանին դա լուրջ կենտրոն չենք համարում, դա Թուրքիայի հետ կապված, հետաքրքիր էր, որ Թուրքիան ողջունեց, ես զարմացա եւ ասեց, որ սա արդեն ազդանշան է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Թուրքիայում կան շրջանակներ, որ չեն ցանկանում կապել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ, սա էլ է կարևոր, այսինքն Թուրքիան այո Ադրբեջանի դաշնակիցն է, միանշանակ, բայց այնպես չի, որ դա այդպես կենսունակ հարց է Թուրքիայի համար, որ Ադրբեջանը անդադ վախի մեջ բայ Հայաստանի, որովհետև նախ Թուրքիան ինքը ճնշումների է ենթարկում արևմուտքի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, երկրորդը Թուրքիան հիմա լուրջ խնդիրներ ունի Սիրիայում, Ուկրաինայում է ուզում դեր ունենալ եւ Լիբիայում, այսպես իր ժամանակը չի միաթանորից Հայաստանի վրա հարձակվի, պատմականորեն էլ դա այդքան հեշտ չի լինի ցեղասպանության տեսանկյունից, այսինքն այստեղ ավելի շատ դրա օգտատերը Ռուսաստանն է։ Լավ, իսկ արդյոք մեկ այլ մի սցենար արդյոք հնարավոր է կամ հավանական, որ այդուամենայնիվ այդ փաստաթուղթը ստորագրվի, եւ եթե այո, ապա դրա պատճառի հասցեն որն է, որը կարող է լինել։ Չի լինելու Հայաստանի այս գրառումների հետևանքով, դա կարող է լինել նույն Վոլսի, օրինակ հետաքրքիր չէ, իր կոչը Ադրբեջանին, կախված է միջազգային խաղացողներից։ Եվրոպան այս բանը Ադրբեջանի վրա ռեալ ճնշումներ չի կարող կիրառել, նաև զբաղված է ուկրաինական ռազմաճակատում, դա կարող է լինել Ռուսաստանը, որ իհարկե չի անի, եւ Միացյալ Նահանգները, այլ կենտրոններ ես չեմ տեսնում։ Միացյալ Նահանգները Թուրքիայի միջոցով։ Միացյալ Նահանգները, ինչու Թուրքիայի միջոցով եւ ոչ ուղիղ։ Իհարկե հայտարարությունները տեսանք մեծամտություն չհնչի, բայց չեմ կարծում, որ Ալիևի տեղը գիտեն Միացյալ Նահանգներում, քանի որ դա պրոքսի երկիր է, միշտ ընկալվում է արևմուտքում որպես Թուրքիա,
Չնայած այդտեղ կլաններ կան ռուսական, բայց Թուրքիայի միջոցով էր միշտ խոսում Ալիևի հետ իմ կարծիքով։ Լավ, քանի որ հասանք Միացյալ Նահանգներ, հիմա Միացյալ Նահանգները Ռուսաստան նախագահների հեռախոսազրույց հաղորդագրություններում թեև կոնկրետ չկար նշված, որ քննարկվել է նաև Հարավային Կովկասը, այնտեղ թեժ կետերի բաների մասով էր խոսում։ Կարող ենք ինչ-որ դատողություններ, դիտարկումներ եւ եզրակացություններ անել, թե ինչքանով է Հարավային Կովկասը շարունակում մնալ Միացյալ Նահանգների համար կարևոր ուղղություն եւ Իրանի մասով եւ հայ-ադրբեջանական մասով։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Ինչպես սա ազատ Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, մենք սկսեցինք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված համաձայնագրից եւ հասանք մինչեւ Միացյալ Նահանգներ Ռուսաստան նախագահների հեռախոսազրույց եւ հարցայիններ, թե կարող ենք դիտարկումներ ու դատողություններ անել այն մասին, թե որքանով է Հարավային Կովկասը իր Իրանով եւ հայ-ադրբեջանականով շարունակում հետաքրքիր մնալ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար։ Նախ մի քանի տեսանկյունից նայենք, պարզ է, որ Տրամպը չի հասնելու խաղաղության Ուկրաինայում, արդեն բոլորը հասկանում են, որ ժամանակ է ձգում Վլադիմիր Պուտինը, խաղ է գնում այնտեղ, թե շնորհակալություն, բայց, չէ, այդպես Ուկրաինան էլ մտել է այդ խաղի մեջ, նույնն է։ Այսինքն Տրամպը մերձավոր արևելքում չկարողացավ հասնել խաղաղության, հիմա որտեղ կարող է հասնել խաղաղության, իսկ նա ցանկանում է վաճառել ներողություն իր հանրության վրա, որևէ հաջողություն, որևէ խաղաղություն։ Այո, եւ դա խոստումներից մեկն էր, չէ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, քրիստոնյաների իրավունքները։ Հիմա մենք լրջորեն ենք այսպես ասած վերաբերում իր խոստումներին եւ ասում ենք լուրջ ենք ընդունել։ Այո, Նիկոլ Փաշինյանը կարծում եմ հենց պարոն Վենսին դա պիտի ասի, անպայման առաջինը շնորհակալություն, Տրամպը շատ այդպես լիդեր է, նա սիրում է արտահայտությունը, թե նկատում եք Պուտինն էլ մի ամեն խոսքում շնորհակալություն է հայտնում Տրամպին, դա ժեստ է, որն է ձեր առաջարկը։ Հայաստանը այստեղ երկու առավելություն ունի։ Նախ Հայաստանի վարչապետը որևէ բացասական հարաբերություններ չունի Տրամպի հետ, ի տարբերություն Ուկրաինայի ղեկավարի, որի հարաբերությունների սրումը նրանից է պայմանավորված, որ Տրամպը իմպիչմենտի է ենթարկվել Զելենսկու պատճառով, Բայդենի որդու հետ կապված չխոսենք 17 թվականին։ 19 թվականին։ Երկրորդը քրիստոնյաների իրավունքներ ընդդեմ Ադրբեջանի։ Դուք ասել եք, այսպես պիտի լինի, դուք բան եք խոստացել, ինքը Տրամպը մեդիայի անձնավորություն է, սիրում է այդպես լրագրողների առաջ խոսել, լրագրողների առաջ պիտի հարց տալ, դե Տրամպի հետ եթե Փաշինյանը նույնիսկ չհանդիպի, նրա ներկայացուցիչների, մենք առաջի քրիստոնյա երկիրն ենք, մենք ենթարկվում ենք հարձակման, եւ լիովին հենց այս փուլը շատ կարեւոր է, տեսեք, մենք ասում ենք համաձայն ենք, նույնիսկ ամենախիստ որին հայ ժողովուրդը դեմ է, ներսում է լդիմությունն է դեմ, բայց մենք կոնստրուկտիվ ենք, ահա տեսեք ինչ է կատարում, այսպես պիտի լինի խոսակցությունը։ Ինչ վերաբերում է արդյոք հետաքրքիր է Ամերիկային Հարավային Կովկասը, նախ իսկ միայն Տրամպով չեն պայմանավորվում Միացյալ Նահանգները, նա 4 տարի է իշխանության։ Միացյալ Նահանգները խնդիր ունի Ռուսաստանի ազդեցությունը եւ դա Տրամպին էլ է վերաբերում չեզոքացնել Հարավային Կովկասում ընդհանրապես։ Այլուր դա մեկ։ Երկրորդը Իրանը նշեցիք, խոսենք նամակի մասին, որ ունենալ կոնստրուկտիվ դաշնակից այստեղ, դաշնակիցը դեռ մի փոքր բարձր է ասված, կոնստրուկտիվ երկիր, որը ոչ կմիանա իհարկե Իրանի դեմ գործողությունների, բայց ոչ էլ կդառնա Իրանի օրինակ պրոքսի գործիքը ընդդեմ արևմտյան ուժերի։ Երրորդը լոգիստիկ ճանապարհներ, այդ միջին միջանցքը, հյուսիս-հարավ ճանապարհը, որը Հնդկաստանին է հետաքրքրում։ Այսինքն մենք ունենք այստեղ լծակներ աշխատելու Տրամպի հետ եւ մենք կարեւոր ենք եւ ԱՄՆ-ի համար եւ առաջին հերթին Եվրոպայի, որի տեսանկյունից Ռուսաստանը այսօր առավել վտանգավոր եւ Հարավային Կովկաս ունենալ անկախ Ռուսաստանից Եվրոպային ավելի պետք է, այստեղ մենք պիտի Եվրոպայի հետ ավելի շատ աշխատենք։ Տրամպի հետ կապված են մեր այնտեղի լոբինգը, որը աշխարհում երկրորդ է ԱՄՆ-ում համարվում, դա էլ պիտի աշխատի։ Եվ խնդիրը այն չէ, որ ասում են հայերը այն նահանգներում են, որոնք միշտ դեմոկրատներ են դրել։ Դա կարևոր չի, կարևորը այն է, որ այնտեղի մեր ներկայացուցիչները կարող են վատ իրավիճակի մեջ դնել Տրամպին, որ դու բան ես խոստամից, դու տղամարդ ես, քո խոսքի տերն ես, չէ՞, միշտ ասում ես։ Խնդրեմ, եկեք արեք ձեր խոստումները։ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների հետաքրքրության մասին խոսելիս իհարկե չենք կարող շրջանցել Իրանը, ինչ է կատարում Իրանի շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը 2 ամիս ժամանակ, որ կամ գալ գործարքի իր սիրած բառն է, չէ, կամ հետևանքներ կլինեն, այստեղ ինչ է կատարվում, չմոռանանք, որ բոլորովին վերջերս Ռուսաստան-Իրան այդ ռազմական համագործակցության պայմանագիրը ստորագրվեց։ Հիմա Ռուսաստանը հանձնում է Իրանը Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանը
ստանձնում է Իրանի փոխարեն Միացյալ Նահանգների հետ բանակցելու պարտավորությունը, եթե այդ 2 ամիսը լրանա ինչ է տեղի ունենալու։ Մենք ձեզ հետ խոսել ենք, որ այդ համաձայնագիրը որև կարևոր նշանակություն ստրատեգիական չի ունենալու Իրանի համար, փաստորեն դա այդպես է։ Նախ Միացյալ Նահանգների ղեկավարը Շվեյցարիայում արդեն խոսում են, որ Շվեյցարիայի ներկայացուցիչների միջոցով փոխանցել է Ռուսաստանի խնդրանք բանակցելու Իրանի հետ։ Հետաքրքիր որ դրանից հետո Միացյալ Էմիրությունների միջոցով նամակը փոխանցեցին, ոչ թե Ռուսաստանի, եւ այսօր Տրամպը ասաց իմ դաշնակիցների հետ քննարկել եմ Իսրայելի, Սաուդյան Արաբիա եւ Էմիրությունների։ Բայց երեկվա հեռախոսազրույցի ժամանակ Սպիտակ տունը նշել էր, որ քննարկել են Իրանի հարցը Ռուսաստանի հետ եւ այնտեղ մի նախադասություն կա, որ Իրանը չպետք է կարողանա ոչնչացնի Իսրայելին։ Այդ հայտարարությունը չի եղել Կրեմլի հաղորդագրության մեջ, այսինքն ստացվում է Ռուսաստանը դեմ է, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա, իսկ Այաթոլլան ասում է, գիտեք, որ մենք պետք է ունենանք միջուկային զենք։ Շատ հաճախ շատերն ասում են, դե գիտեք, միշտ էլ Ամերիկան սպառնացել է Իրանին։ Հիմա Իրանը շատ վատ իրավիճակում է գտնվում։ Իր պրոքսի գործիքներին կորցրել է, տեսնում եք հուսիտներ, Համաս, Իսրայելը, Հեզբոլլա եւ այլն։ Իրանը այսօր մերկ է Իսրայելի հարվածների ֆոնին։ Եվ Իրանում տեղի ունեցող խմորումները Փեզեշկյանի եւ Այաթոլլայի միջև խորհրդանում հենց դրա ապացույցն են, որ Լավրովի այցից հետո այնտեղ խոսակցություններ սկսեցին, որ Ռուսաստանը կարող է մեզ ընդհանրապես հանձնել։ Նույնիսկ կարող է ոչինչ չանել, բայց դա էլ է հանձնել, այսինքն դե գիտեք, մենք չենք կարող խառնվել, զբաղված ենք Ուկրաինայով, Հայաստանի իրավիճակը։ Տարբերակն էլ կա, չէ, ասենք ես քեզ Ուկրաինան, դու ինձ Իրանին չօգնել։ Այստեղ հարց կա, խոսենք, որ Պուտինի շատ առաջարկներ է անում Տրամպը, դու ինձ Չինաստանի հետ քո հարաբերությունը շատ խնդրահարույց է Պուտինի իրավիճակը, հիմա կանադառնանք, այսինքն Իրանում կան ձայներ, որոնք հասկանում են, որ շատ բարդ իրավիճակ է, պետք է գնալ միջուկային գործարքի, որովհետև հակառակ դեպքում, եթե Միացյալ Նահանգները թողի, որ Իսրայելը հարվածի միջուկային օբյեկտներին, Իրանում նախին Այաթոլլան այնտեղ հեղինակություն չունի, մենք պետք է հիշենք, որ Իրանում հակաիշխանական ցույցեր կարող է տեղի ունենալ։ Փեզեշկյանն էլ ժողովրդի կողմից ընտրված ռեֆորմիստ է, այսինքն Ռայիսի մահն էլ հիշենք, Իրանի ներսում կան խմորումներ, այն որ հիմա այս 2 ամիս տալուց հետո էլ այնտեղ ավելի է սրելու իրավիճակը ներքաղաքական, կլինեն ձայներ, որ ինչ եք հիմա դուք ուզում, տեսնում եք Ռուսաստանն էլ է պայմանավորվում, մենք ինչ անենք, աշխարհի դեմ դուրս գանք եւ վերջանանք, սա Հայաստանի համար շատ կարեւոր է, որովհետեւ ունենալ Իրան, որը արևմուտքի հետ ունի նորմալ հարաբերություններ, ես չեմ ասում զիջի ամեն ինչ, բայց ունենալ Իրան, որը նորից 3+3 հարթակ է մեզ տանում, սա մեզ համար բացասական է, այսինքն կարող է դրական լինել, բայց վտանգներ կան։ Քանի որ Իրանի մասին խոսեցինք, Իսրայել-Գազա այդտեղ ինչ է կատարվում։ Հենց դա Իսրայելը սկսել է հարձակումը Գազայի ուղղությամբ, փաստորեն Տրամպի հետ հրադադարը, որ նա հաջողություններ ներկայացնում, չաշխատեց, այսինքն Տրամպը դրա համար ենք ասում, խնդիր ունի որևէ տեղ ինչ-որ հաջողություն ունենալ։ Իսրայելը փաստորեն ձեռքերը ազատվել են, որպեսզի վերջնական լուծի Համասի խնդիրը, կկարողանա թե ոչ չգիտեմ, բայց հենց սա էլ է Իրանի դեմ, սա ցույց է տալիս Իրանին, որ մենք ունենք նահանգների դրական ազդանշանը եւ դրանից հետո դուք եք գալիս, որովհետև Հեզբոլլա չկա, Լիբանանը արդեն Թուրքիայի հետ է մերձենում, Սիրիայում տեսակ ինչ եղավ, հուսիտներին հարվածում է ԱՄՆ-ն, Իրանի պրոքսի գործիքները չկան եւ Իրանը իրեն անվանում են թղթային վագր, արդյոք կարողանալու է Իսրայելի հարվածներին եւ նահանգների օգնությամբ դիմագրավել։ Եվրոպան այդտեղ իհարկե չի ցանկանում, որ Իրանը լիովին թուլանա, հատկապես Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան, որոնք այդ միջուկային գործարքի հենց անդամներից են, բայց եթե Իրանի ղեկավարությունը չգնա ճիշտ լուծումների եւ գոնե բանակցությունների սեղանին չնստի, ելի եմ կրկնում հարցը հանձնվելուն չի վերաբերում Իրանին, այո, իրոք կարող են ցանը ժամանակներ սպասվել։ Ուկրաինայի շուրջ ինչ է կատարվում։ Էլի հաշվի առնելով երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը, հետո մյուս երկու երկրների էլի հեռախոսազրույցը եւ բացախմբներից ունեցած մեր տեղեկությունները։ Գիտեք, շատ հաճախ ասում են, տեսեք, Տրամպը ասեց, ինչ լավ զրույց ունեցա Պուտինի հետ։ Եթե մենք սպասում ենք, որ Տրամպը դուրս կգա եւ կասի, ես հասկանում եմ, որ Պուտինը կներեք ինձ հիմարեցնում է, նա ժամանակ է ձգում, մենք դա չենք տեսնի, քանի որ դա կնշանակի ավարտ այս խաղի, որը Տրամպը ներքաշում է Պուտինին, որի մեջ եւ դե Պուտինը դա շատ լավ հասկանում է։ Այդ հեռախոսազրույցում խոսել են Իրանից, Չինաստանից, որի մասին ոչ մի նշում չկա Կրեմլի հաղորդագրության մեջ, եւ Տրամպը Fox News-ին ինչ ասեց, շատ խորամանկ ձևով ասեց, ես չեմ ուզում, որ Ռուսաստանը եւ Չինաստանը մերձենան, այսինքն եկանք այն կետին, որի մասին մենք ձեզ հետ խոսում էինք, որ սա ավելի մեծ խաղի մաս է եւ Ուկրաինան, ինչպես ասեց Զելենսկին, այդտեղ աղցանի իրավիճակում է, շատ տգեղ է, բայց դա այդպես է ստացվում, ուղղակի Մեդվեդևն էլ ինչ էր ասել։
սեղանին իրենց մենյուն հիմնականը Կիևյան կոտլետն է։ Այո, տափակ հումորներով իր տեսքին համապատասխան, մեզ մասին էլ են միշտ տենց հումորներ անում։ Այստեղ լավը որն է Ուկրաինայի տեսանկյունից։ Ուկրաինան գոնե դաշնակիցներ ունի, հանձինս նոր դաշնակից Թուրքիային, Ռուսաստանի ընկերներից, Չինաստանի, որը ասեց արդար չի, որ Ռուսաստանն ու Ամերիկան որոշեն Ուկրաինայի ճակատագիրը, Եվրոպան, այստեղ Ռուսաստանն է շատ բարդ իրավիճակում հայտնվելու, այսինքն եւ Տրամպը Fox News-ին բացարձակ առևտրի տեսանկյունից ասում է այնտեղ շատ հող կա, մենք պիտի վերցնենք, մեզ ձեռնտու է, բայց դրել Ռուսաստանը աղցանի նման կիսում են, Պուտինն չի կարող այս բան Տրամպին ասել գնա, որովհետեւ Տրամպը իրեն անհրաժեշտ է։ Տեսեք ինչ տարօրինակ բան եղավ Պուտինի տեսանկյունից, նա ստացավ ռազմականացված Եվրոպա, միացրեց ամբողջ ուկրաինական բնակչությանը Զելենսկիի շուրջ, հիմա ավելի բարձր է նրա ռեյտինգը, ստացավ Չինաստան, որը ատամները սրում է, եւ Տրամպն ասում է ես սի հետ եմ խոսալու, այսինքն այնպես չի, որ նա վերջնական ասել է ոչ։ Եվ եթե նայենք Չինաստանի եւ ԱՄՆ-ի շահերը, այստեղ իրենք ավելի շատ են համընկնում, այսինքն Պուտինը խնդիր ունի, Իրանին էլ չեմ ասում դեռ, դուրս չգալ, կդերեք պարտվողի տեսանկյունից, որովհետեւ հետդարձի ճանապարհ չի լինելու, այսել չի ասել, դե լավ նորից Իրան, Չինաստան, եկեք մենք միանանք։ Այսինքն չտեսնել սա ուղղակի տարօրինակ է, ինչ վերաբերում է նրան, որ Ուկրաինան պայմանը տեսեք որն է, մի հարվածեք էներգետիկ ենթակառուցվածքներ, բայց սա Ուկրաինային ձեռնտու չի, որովհետև Ուկրաինան հարվածում է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների, որի հետևանքով Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է արտահանման վրա արգելք է դրած, այսինքն սա նույնիսկ Ռուսաստանի համար էր ձեռնտու, չնայած դա չպահպանվեց այդ հրադադարը։ Եզրակացներով կարող ենք ասել, որ Տրամպը դեռ ժամանակ է ձգելու, նա չի ցանկանա ցույց տալ, որ ինքը հաջողության չհասավ։ Այդքան Պուտինին գոված, ասեց նա իմ ընկերն է, հիմա դուրս գա ասի, գիտեք, չստացվեց, նա ինձ ասեց գնա։ Սա դեռ շարունակվելու է երկար, նույնիսկ մայիսի 9-ն էլ է անցնելու, բայց ռազմական իրավիճակը չի փոխվելու, շարունակելու է։ Վիճակը ավելի սրվեց։ Սրվում է Բելգրադում է Ուկրաինան փորձում անել, Ռուսաստանը Օդեսայից է խոսում, սա շատ կարևոր է, ինչի է Թուրքիան ակտիվ, որովհետև Օդեսայից հետո նախ Մերզնեստերն է գալի, մենք պիտի հասկանանք, որ այստեղ Մոլդովան խնդիր ունի, երկրորդը Սև ծովում Ռուսաստանի դիրքերը ուժեղանում են, բա Ֆիդանը ինչ է գնացել նստել այդ եվրոպական դաշինքին եւ ասում է ես կպահեմ Ուկրաինայի անվտանգությունը, որովհետեւ Սև ծովում ունենալ ուժեղ Ռուսաստան դա Թուրքիային դեմ է։ Այսինքն խաղացողները շատ են, ոչինչ դեռ պարզ չի, կարող է ավարտվել եւ Ռուսաստանի, ասենք, համար ծանր իրավիճակով եւ սառեցմամբ եւ Ուկրաինայի համար, բայց այստեղ արդեն եզրակացություններ անելը դեռ շուտ է։ Թուրքիայում ինչ է կատարվում վերջին օրերին։ Թուրքիայում շատ տարօրինակ է, որովհետև Էրդողանը կարծես ինքը ռումբ դնի իր գործունեության տակ, որովհետև տեսակ լիրան պատմական անկում ապրեց դոլարի նկատմամբ։ Փաստորեն տեսեք ինչ հետաքրքիր է, այս լիդերները, որոնք ասում են մենք 101% ռեյտինգ ունենք, Պուտինը, Լուկաշենկոն, Էրդողանը, Ասադը, չէ, այդքան էլ վստահ չեն իրենց վրա բանը հասել է նրան, որ դիպլոմից են մարդուն զրկում, դա նույնիսկ երևի Լուկաշենկոին էր զարմանալի, որ այսինքն այնքան այդ քրեական գործը կոռուպցիայի մեջ թույլ է, որ նույնիսկ ուզում են դպրոցի վկայականը վերցնեն, որ այդ մարդը չմասնակցի։ Փաստորեն Էրդողանը, ինչպես Հայաստանում ոմանք, իր խոստումը չի պահում, որ երրորդ ժամկետի չի գնա, հիշում եք, չէ՞, թատրոն ազգային ժողով, մարդ, որը Վանաձորը գնել էր, ասում էր, որ դուք չլինեք, ով պիտի լինի, հիմա այդպես մի շոու արեցին Թուրքիայում, իր կուսակցության ղեկավարը ասեց, առանց ձեզ մենք ոչինչ չանանք, այդ Տիրիշկովայի բանն էր Պուտինի, եւ ասեց, այո, ես կմասնակցեմ, բայց այդտեղ սահմանադրական խնդիր կա, որն է տարբերակը արտահերթ ընտրությունները, դա չի համարվի երրորդ ժամկետ։ Եվ Էրդողանը ընդամենը մի քանի օր առաջ, որ պիտի թեկնածուն հայտարարվեր, որը ի դեպ հաղթել է 2 անգամ Ստամբուլում Էրդողանին, նրան ձերբակալում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն իհարկե խոսեց, ուղղակի Էրդողանի հույսը գիտեք որն է, նա հիմա պետք է Եվրոպային, ինքը կարծում է այդ ներքաղաքական իրավիճակի վրա Եվրոպան որևէ արձագանք չի տա, կտեսնենք։ Հարցը ինքն է պետք Եվրոպային, թե Եվրոպան է իրեն ավելի պետք։ Ինքն է իրեն առաջարկում Եվրոպային։ Տեսնենք արձագանքից ինչ կլինի։ Թե ձեր անվտանգության համար։ Բայց Հայաստանի տեսանկյունից ես կարճ ասեմ, ինչով է սա կարևոր։ Ուրեմն մեղադրում են պարոն Իմամօղլուին, որ ինքը դեմ կուսակցության հետ, որը պրոքրդական է, մինչև քրդական աշխատողական կուսակցությունը համագործակցել է։
այո, դա այդպես է։ 2019 թվականին նա կարողացավ ընտրվել, որտեղ այս կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել եւ Ստամբուլում քրդերը շատ ձայներ ունեն։ Բայց այս կուսակցությունը ամեն ապրիլի 24-ին անում է ուրեմն զոհերի հիշատակը հարգելու միջոցառում, օրինակ նախորդ ապրիլի 24-ին մեր մտավորականների նկարներով դուրս են եկել փողոց եւ ասում են, որ Թուրքիան պետք է լինի կոնստրուկտիվ Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հարաբերությունները դրա հետ կապված չեն։ Այսինքն ունենալ քեմալականներ, որոնք աշխարհիկ իշխանության կողմնակից են Հայաստանի հետ հարաբերություններում եւ ունենալ մուսուլման եղբայրների անդամ մահմեդականների հայր Էրդողան, դրանք մեր համար տարբեր են։ Երբ որ Թուրքիան կդառնա նորից աշխարհիկ երկիր, մենք կունենանք ավելի, այսպես չենք ասում Ադրբեջանի դաշնակիցը չի լինի, բայց հենց Ադրբեջանում շատ ուրախացել են, որ Իմամ Օղլուին ձերբակալել են։ Այսինքն սա մեր համար կարող է դրական հետևանքներ ունենալ, բայց այն որ ներքաղաքական իրավիճակը լարվելու է եւ երեկվա բազմազանոց ցույցերը դրա ապացույց են, Էրդողանը ինքն իր համար այսպես փոստ է կարծես փորում։ Այս միջոցին մենք էլ 10 օրով բացում ենք Մարգարայի հանցակետը։ Որ Սիրիային հումանիտար օգնություն տրամադրեն։ Դա մեր դերը ինչ որ առումով բարձրացնում է, փորձենք։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Լիլիթ Տալլաքյանի հետ, կհանդիպենք։